Բաբջան կներես ուշացնեմ։ Դե ապրես, դու գիտես, որ հերեդ նստած քեզ սպասում, մեկա ուշանում ես։ Այդ սովորությունն է դարձել մոտդ ամեն ինչից ուշանալու։ Դե ասեցի չէ, որ հարցեր կար, հետո Լիլիթին եմ ճանապարհել տուն, հետո էլ ճանապարհին պռոպկեք, բան նորմալ է էլի։ Ամեն ինչի արդարացումն ունես։ Ուր էր երեք գիշեր։ Տղեկի հետ։ Ու դրա համար էլ չես գնացել աշխատանքի համար խոսալու, չէ։ Պապ մոռացել եմ։ Կմոռանայիր, ինչի պիտի հիշեիր, որ այ կարևորը որ չես մոռանում, մինչև լույս այս ակումբից այն ակումբ թրև գալը։ Դե պապելի նույն խոսակցություն, հա։ Ես երիտասարդ եմ, շատ նորմալ է, որ ես իմ ընկերների հետ ժամանակ եմ անցկացնում, նորմալ է։ Նորմալ է, եթե բացի այդ նաև լուրջ գործերով զբաղվես։ Հասուն տղա ես արդեն։ Չգիտեմ ինչերի հետևից ես վազում, իսկ ժամանակն է քո հետ է վազում։ Վերջապես ընդունի, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան։ Պապ դու էլի իզնից դժգոհ ես։ Ու ես էլի քո աչքին վատն եմ։ Գնաս կգա վերջապես այն պահը, որ դու ինձ ընդունես նենց ոնց ես կամ։ Եկել այդ ժամանակը տղես։ Մենակ թե գտնեմ քեզ։ Դե հիմա ինձ մանրամասն պատմի, թե որտեղից ես ճանաչում այդ աղջկան ու ինչ հարաբերությունների մեջ եք իրար հետ։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Իրանք ին վրա շառ են անում։ Դու կարծում եմ լավ գիտես, որ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի է։ Այդ դուք գիտեք արդեն հերիքա։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, ինչի համար եմ ես հիմա այստեղ։ Ինչ որ հիմնավոր փաստ արկա, ապացույց կա։ Քո վրա լուրջ մեղադրանք կա։ Եվ քեզ համար լավ կլինի, որ ինքդ խոստովանես։ Ինչ խոստովանեմ, հա? Ինչ խոստովանեմ։ Խոստովանեմ մի բան, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ, հա? Խոստովանեմ մի բան, որը ընդամենը մի հատ սիրահարված երեխու հորինած պատմություն է։ Իսկ նոր ասում էիր, որ չես ճանաչում։ Այսինքն ես իրան ընդամենը մի երկու անգամ եմ տեսել, որովհետև ինքը ընդամենը ծանոթ տղու քուր է ու վերջ։ Ու տենց շփում չի եղել հետո։ Այսինքն ես չեմ թողել, որ լինի։ Որտեղ եք հանդիպել։ Ախր այդ ինչ կարևոր է հիմա որտեղ ենք հանդիպել։ Փողոցում, սրճարանում, փաբում, այդ հիմա ինչ կարևոր է։ Լսի, որ հարցնում եմ, ուրեմն կարևոր է։ Կոնկրետ պատասխանի։ Ես իրան մի քանի անգամ եմ տեսել դրսում։ Ու վերջ։ Ախր ես չեմ հասկանում, ինչի պիտի ուրիշի հիվանդ երևակայության պատճառով ես հիմա այստեղ նստած լինեմ։ Տենց անչափահաս ասելով ման են գալի, բայց լիքը չափահասներից ավելի շատ բան գիտեն։ Լիքը չափահասներից ավելի շատ բան են հասկանում, ավելի շատ բան են տեսել։ Գնացեք այդպես չափահասներին պաշտպանեք։ Ալուրջ, գնացեք մտեք փաբեր, տեսեք ինչ է կատարվում։ Տղա, երևի դու մոռանում ես, հա, որտեղ ես գտնվում։ Այստեղ դու չես որոշում ով ինչ անի։ Այստեղ հարցեր տալիս ենք մենք ու պատասխաններին սպասում ենք մենք։ Որևէ փաստ։ Ինչ որ ապացույց ցույց տվեք ու ես իմ ասացի ու արածի համար ներողություն կխնդրեմ։ Ու եթե պետքա ես լուրջ, եթե պետքա ես անգամ կարամ գնամ նստեմ իմ արածի համար։ Հա, ոնց էին ասում, բանում, կինոներում, ես, հիշեցի, ես էլ ոչ մի բան չեմ խոսի առանց իմ փաստաբանի ներկայության։
Մի րոպե, հետ ուր բա ես, ուր եք գնում։ Այստեղ սպասի։ Կգան կասեն ինչ անես։ Մամ, խնդրում եմ բաց դուռը։ Մամ, ես ձեզ խնդրում եմ բաց։ Մամ, ինչքան պիտի ինձ սենց փակի տակ պահես։ Մամ։ Ես ուրիշ տարբերակ չունեմ։ Եթե անգամ ինձ ատելու գնով է լինի, ես հանելու եմ քեզ այդ վիճակից, Իլոնա։ Մամ, խնդրում եմ կներես ինձ։ Ես գիտեմ, որ քեզ շատ եմ ցավացրել։ Ոնց կարայի այդքան հիմար լինեի, որ ընկնեի այդ հոսանքի տակ։ Մամ, խնդրում եմ, էլ չեմ կարում։ Ոնց որ վանդակի մեջ լինեմ, խնդրում եմ բացես դուռը։ Ճիշտ է, ես քեզ ավելի շուտ պիտի ասեի, որ փորձեիր օգնել, հանեիր ինձ այդ կեղտոտ աշխարհից։ Մամ, կներես չէ ինձ։ Ես ամաչում եմ, շատ եմ ամաչում։ Վերջ բալես, հանգստացի։ Ես հասկանում եմ քո էմոցիաները։ Ես չգիտեմ ինչ սատանա էր մտել իմ մեջ։ Հանգստացի բալես, ես գիտեի, որ դու կուղվես, դու էլ ինձ կներես, ուղղակի սա միակ միջոցն էր, որ իմ ճանաչած Իլոնային հետ բերեի։ Մամ, այնքան շնորհակալ եմ, որ քո նման մամա ունեմ։ Էլ ինձ չես խաբի, չէ։ Հենց խնդիր ունենաս իմ հետ կկիսվես, լավ։ Հա, անպայման։ Վերջ բալես, դե արի գնանք հաց կեր, քանի օրա նորմալ հաց չես կերել։ Մանե ջան, շատ մտահոգ ես։ Այս օրերին որ մեկս մտահոգ չենք։ Բաց երեխեքի կորել ինչ որ բան է եղել։ Ես կարող եմ քեզ ինչ որ բանով օգնել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Հիմա միակ մտածմունքս Կարենն է։ Մնացած հարցերը լուծվող են։ Ապրես Լիդա ջան, գոնե գլխացավս կանցնի։ Ոյ, էլ գլուխ մնաց։ Սուսեով։ Մանե չես խոսում, ինչ եկել ես լռում ես։ Ես էլ եմ այդ մասին ասում։ Հետո մի բան կատարվում է։ Իլոնայի հետ ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է։ Երեխեն ուղղակի ջերմություն ուներ, որ տեսա լավա եկա։ Գիտես, հնարավոր է ջերմություն ես մտածմունքից էլ լինի։ Հնարավոր է,
Գոնե Դավիթը թողներ իր հետ գնայինք։ Չկարողացա համոզեմ։ Երեխեք ջան, եկեք Դավիթին չխանգարենք։ Ինքը մեզանից լավ գիտի ոնց է հարցին լուծում տա։ Գոնե մի բան անեին։ Գոնե գտնեին երեխեքին։ Ինչքան օրերը անցնում է, ես այդքան ավելի եմ վախենում։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Այս երկրում հնարավոր չի կորել։ Միշտ ինչ-որ մի ծանոթ տեղ դուրս ես գալիս։ Իսկ եթե ոստիկանների արած ենթադրությունները ճիշտ են, ու երեխեքը Վերջ Տուրման է։ Ոստիկանները ուղղակի անիմաստ ենթադրություններ են անում։ Իրանք անգամ այս գործով չէին էլ ուզում զբաղվեին։ Եթե Դավիթը չխառնվեր, իրանք տեղից չէին շարժվի։ ամեն դեպքում մենք ոչինչ չգիտենք։ Հնարավոր է խաբվել են, փողնագերել։ Ամեն դեպքում ես ամեն ինչ հնարավոր եմ համարում այս պարագայում։ Մանե, այդ ամեն ինչը հնարավոր է այդպես լիներ, եթե մենակ Կարենն ու Էդոն լինեին։ Մանոն անհնար է նման բաների մեջ մտներ։ Դա ուղղակի վարկած էր։ Այնպես չի, որ ես Կարենից նման բան սպասում եմ։ Երեխեք վերջ տվեք, ամոթ է։ Մնացել էր այս դժվար պահին դուք իրար հետ վիճեիք։ Բոլորիս հոգեվիճակն է ծանր է, բայց պետք է կարողանանք մեր հույզերը կառավարել։ Ինձ սխալ մի հասկացեք։ Ինձ կներեք, ես արդեն գնամ։ Իլոնան տանը մենակ է, անհանգիստ եմ։ Գոնե սուրճդ խմեիր։ Եթե նեղացրի կներես, ուղղակի իմ Ամեն ինչ նորմալ է։ Ես հասկանում եմ։ Ուղղակի չեմ ուզում Իլոնային երկար տանը մենակ թողնեմ։ Իլոնա, մենակ ես եկել, թե միլիցիա հետ ես։ Չէ, Վարդան, խնդրում եմ գլսես, Վարդան, ես եկել եմ ամեն ինչ բացատրեմ։ Գնացել ես վրես գրել ես, հիմա ինչ պիտի բացատրես։ Ախր Վարդան, դու ոչ մի բան չգիտես, կլսես։ Ինձ ոչ մի բան պետք չի իմանալ։ Ոչ մի բան։ Արա ախր։ Արա ախր, ես եմ Էշը։ Հա, լուրջ։ Ես առանց քո կամքի անգամ ձեռքդ չէի բռնի։ Իսկ դու ո՞նց պատասխանեցիր ինձ։ Վարդան, մաման է ինձ ստիպել, փախացրեց, ասեց կտանի բուժումների, ես չէի կարա իր ասածը չանել։ Okay, բա հիմա ինչի համար ես եկել։ Եկել ես ճակատդ պաչեմ ասեմ, ապրես որ տենց բան ես արել։ Չէ, եկել եմ, որ հասկանանք իրար։ Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ ու առանց քեզ չեմ կարա։ Սիրում ես։ Հա։ Սիրում ես ու ուզում ես որ բերթեր են գնամ։ Չէ, դու չես փորձում ինձ հասկանաս։ Իրանք գիտեն, որ դու այդ ամեն ինչի հետ կապ չունես։ Ես ասել եմ, որ այդ ամեն ինչը իմ կամքով ա եղել։ Վարդան, խնդրում եմ, կներես, չէ՞ ինձ։ Դասի չգիտեմ, եթե ես հիմա քեզ ասեմ, որ ներում եմ դու էլի սենց բան կանես, թե չէ։ Ես չեմ ուզում փորձանքի մեջ ընկնեմ։ Վարդան, խոսք եմ տալիս չեմ անի։ Ես մամայի հետ խոսացել եմ, ինքը համոզվել է, որ ես կապ չունեմ այդ ամեն ինչի հետ ու հիմա տարված է Կարենով, խնդրում եմ։ Չգիտեմ։ Հիմա ավել լավա գնա, հա, որովհետև եթե հետոյի պապան եկավ ու մեզ ստեղ իրար հետ տեսավ, հաստատ այս անգամ ես իրա ձեռքից չեմ բրծնի։ Հա։ Ավել լավա գնամ, քանի մաման տուն չի վերադարձել ու չի նկատել, որ տնից դուրս եմ եկել։ Հա, գնա։ Գնա ում ես սպասում։ Գնա քանի գլխներից նոր փորձանք չեն բերել, լավ։ Բերել ես ինչ ասել եմ։ Մեքենայի մեջ է։ Քնապարկերը Չեք գնում քնելու։ Քեզ ինչ ա թվում ընդեղ ամբողջ գիշեր ման են գալու, հա?
Ես չեմ էլ նստի միջև չգտնենք, ես դրա ժամանակը չունեմ։ Որոնք կանգնես այնքան, միջև ես նստած հանգստանում։ Ասի, ես դուր չի գալի քո այդ վերաբերմունքը։ Ես տղուս եմ ման գալի, պիտի որ հասկանաս։ Ես էլ ուղղակի կողմնակի մեկը չեմ, որ ինչ-որ մեկին եմ ման գալիս։ Խոսքը տղուս մասին է։ Ես էլ ասել եմ, որ կօգնեմ։ Բայց դրա համար դու ինձ պիտի լսես ու վստահես։ Վստահությունս քիչ-քիչ թուլանում է։ Անտառում, չոլերում, վտանգի ու անորոշության մեջ։ Եթե մենք իրար չվստահեցինք, հավատա դու ունդեղից դուրս չես գա։ Լսի, ես ուզում վստահ լինեմ, որ դու մենակ փողի համար չես գալի։ Ու քո համար կարևոր է այդ երեխեքին գտնելը։ Ուզում ես քեզ ճիշտը ասեմ։ Հա, ու ցանկալի է հիմա։ Ես գալիս եմ, որովհետև դու ինձ վարձել ես։ Բայց եթե դու ինձ վարձել ես, ուրեմն ես կանեմ ամեն ինչ, որ ստացվի այն, ինչի համար, որ պիտի վարձատրվեմ։ Պարզ բացատրեցի։ Եթե այդ անտառում են, ես իրանց հետքը կգտնեմ։ Բայց պիտի վստահ լինեմ, որ ամենաանհարմար պահի մի թարս բան չես անի։ Թարս բան։ Այդ ինչ պիտի անեմ, որ։ Դե օրինակ որոշես, որ դու ուրիշ ուղղությամբ ես գնում անտառում։ Կամ որ չես ուզում հանգստանաս, որովհետև եթե չհանգստանաս, պետք եղած ժամանակ չես կարող վազես։ Կամ մտքովդ անցրի, որ ես քեզ սխալ ուղղությամբ եմ տանում, դու ավելի լավ գիտես անտառը։ Այսինքն եթե գնում ենք, ուրեմն ես լիովին ենթարկվում եմ քեզ։ Ախպոր պես ինձ ենթարկվել պետք չի։ Մենակ վստահես հերիքա։ Լավ։ Մամ։ Մամ։ Իլոնա, ես եկա։ Հա, մամ, էստեղ եմ։ Ինչ նորություն կա։ Ոչ մի նորություն էլ չկա։ Դու ասա ինչ էիր անում ես ընթացքում։ Ես ոչ մի բան գիրք էի կարդում, քննությունների եմ պատրաստվում։ Ստացվում է։ Դե դժվար է, բայց հա։ Բալես, դու հաստատ տանն էիր, չէ՞։ Մամ, հիմա միշտ ինձ կասկածելու ես։ Լավ, կներես։ Դու ասա, Կարենից ինչ նորություն կա։ Ոչ մի բան։ Դավիթը վաղը պիտի գնա փնտրելու ինչ-որ մարդկանց հետ։ Ոստիկանների։ Չէ, չգիտեմ ում հետ։ Որ եկավ սպանելու եմ, քո այս վիճակի համար։ Թող գա, ինձ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ես էլ մտածում էի միասին ժամանակ կանցկացնենք։ Կարող է ոստիկաններն են, Կարենից ինչ-որ լուր կա։ Չէ, մամ, առաքիչն է, սուշի էի պատվիրել։ Դե ուզում էի մի քիչ ցրվեիր։ Լավ, մի րոպե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր պատվերը։ Շնորհակալ եմ շատ։ Բարի ախորժակ։ Մերսի։
Հո երեխեք, ինչ լավ է։ Գիշերը չենք մրսի։ Կարևորը անցած անգամվա պատմությունը չկրկնվի։ Այս անգամ տնակում չենք։ Ներսում չենք վարվի։ Տնակում չենք, բայց դե բաց տարած կա։ Կարա տարածվի կրակը։ Արեսիելի սկսեց, է։ Դե լավ, երեխեք, մենք էլ ամբողջ գիշեր չենք քնի։ Կզրուցենք ու առավոտյանը ճանապարհ կընկնենք։ Ահա։ Հետո կտեսնենք, որ բոլորը խռսնում են, չէ՞։ Լավ, եկեք սենց անենք։ Այս միջավայրի հետ շատ համահունչ կլինի չիպսը։ Մի րոպե։ Բայց սկզբից ասում եմ, չսկսեք, ես ես համն եմ սիրում, ես են համն եմ սիրում, այդ ամբիցիաներն ու կապրիզները կգնաք Երևանում կանեք։ Հիմա խորովածի համովն է։ Չհասկացա։ Այս ինչ պաշտոնական դիրքի չարաշահում ես անում։ Քեզ երեքա չի հասնում։ Դե լավ, հա, հասկացում։ Անեք, ես ձեզ։ Ես ձեզ։ Ես էլ մեզ։ Այս ուրիշ բան։ Երեխեք, բայց ասեք, որ այստեղ հայտնվելն էլ իր առավելություններն ունի։ Օրինակ որն է այդ առավելությունը, որ ամեն րոպե կյանքի ու մահվան կռիվ ենք տալիս։ Վիկա, ինչ վատատես ես։ Չէ, օրինակ ես այստեղ այնքան բանի միջով անցա, որ հենակ կինոներում էի տեսել։ Ու ինձ թվում է ամբողջ կյանքում կհիշեմ։ Ու ում էլ պատմեմ չի հավատա։ Արկածի պահով ճիշտ եք ասում, բայց դժվար է այս ամեն ինչին դրական նայելը։ Դե հուսանք ես վերջին գիշերն է, որ ստեղ ենք լուսացնում։ Մենք էլ ուսանք, Արամ ջան, ասա էլ մեզ չկորցնես։ Էդ։ Երեխեք, ձեզ մի բան եմ ուզում հարցնել, որ այստեղից դուրս գաք, առաջին բանը որ անեք, ինչն եք անելու, Վիկ, քեզնից սկսենք, Իմ կյանքում առանձնապես ոչ մի բան չի փոխվի, կգնամ տուն, հաց կուտեմ, կլողանամ, ու էլի ինձ նորմալ մարդ կզգամ։ Օհ, թե չէ միջև անտար գալը քեզ նորմալ մարդ էիր զգում, հա։ Լավ է, դու ինչ կանեիր։ Արա լավ թարգեք այդ ղզիկությունը։ Էդ, հետաքրքիր է ինչի։ Երեխեք, օրինակ ես առաջինը հաց կուտեի, դե որ դիման է։ Ու հետո շատ արագ կգնայի տուն ու մամայիս ամուր կգրկեի։ Ու կպատմեի ամեն ինչ։ Բայց այս անգամ առանց վախենալու։ Ժպտալով կհիշեի։ Վիկան վատատեսա, դու էլ չափից դուրս լավատես ես։ Ինչ գիտեք, որ ստեղից դուրս են գալ։ Լավ, Կարեն, դու ինչ կասես, ինչ կանեիր։ Ես իմ Երևի կնստեի հանգիստ ու մի քանի ժամ կմտածեի այս ամեն ինչի մասին։
էմոցիաների տակ լիքը բան անբացատրելի ու անհասկանալի է։ Փորձեի դրանք վերլուծեի, հետո էլ ոնց բոլորս տուն, ընտանիք։ Հետաքրքիր է։ Էդ Ես կգնամ տուն հորս հետ շատ չպարզած հարցեր պարզելու։ Հետո ներողություն կխնդրեմ։ Նա մեկ էլ շատ եմ կարոտել։ Այ օրինակ Արամի մասին այդքան էլ շատ բան չգիտենք։ Արամ, դու ինչ կանեիր։ Այս շեմ էլ մտածել ինչ կան։ Դե ոտս կփորձեի փրկեի, դե բուժեի էլի։ Հետո էլ Վիկային կգտնեի։ Ավեսնեղ պային հիմա ռոմանտիկա չսարքեք ստեղ։ Մանո դու ասալա։ դե ոնց որ դուք ես էլ կգնայի տուն եւ ձայնագրություններս կսղագրեի, գիրքս կհրատարակեի եւ հետո շատ կցանկանայի, որ գրքիս հիման վրա ֆիլմ նկարահանեին եւ մենք էլ կլինեինք մեր ֆիլմի հերոսները։ Ինչու ոչ։ Ինձ խնդրում եմ այդ գրքից հետո ֆիլմից հետ կհանես, լավ։ Երեխեք ես քանի օրվա մեջ այնքան ենք իրար նեղացրել, որ կարոտել էի սենց ուղակի նստելուն։ Մնում է ես ու Էդոն էլ ընկերանանք ու վերջ, էլի։ Չի երազես։ Չէ, ես իրականում ձեզ շնորհակալ եմ շատ։ Դուք կարայիք ինձ ընդեղ թողեիք ու գնայիք։ Չէ, դե դու միակն ես ով ճամփեն գիտի, ոնց թողեին։ Դե դա մնում է ստեղից դուրս գանք ու ընկերանանք։ Ասեցի չէ, չի երազես։ Արամ, Էդոն սենց է խոսում, բայց իրականում ինքը շատ լավն է։ Դե լավ, կյանք դու էլ ինչ ես բացահայտում, թող իմանան, որ ես վտանգավոր տիպ եմ էլի։ Մի բան ասեմ։ Գիտեք մեզ ինչն է այստեղ պակասում։ Գիտարը։ Ոնց գար։ Հարա չես բերել։ Դու չգիտես, որ ես առանց գիտարը անտառում չեմ կողորում։ Օխ։ Տեսա։ Ինչև 3-ը հաշվում եմ, մեր սիրած երկն ենք երկու։ Գնաց։ 1 2 3 Ձեր գնչույն բախտս կարդաց իմ հայացքի մեջ մոխրացած նա կիսած ձայնին շշնջաց, որ ես ճամփորդ եմ ուշացած, որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից, որ իմ սիրտը լողացել է, արդեն հեռու է ինձանից, որ ընկերներս հեռացել են, սիրելիներս էլ չկան, նույնիսկ մոտիկ բարեկամներս, հոգեացից հազիվ թեգան, և ես հանում եմ իմ երկերը, մանկության մուտ ձեռնահարկից, որտեղ իրերն ու նրանց դերը, թաքնված են մեծերից, իսկ մանկությունը մի թրջում է, թելով կապված մեր սրտերից, թելը փոքվում է, նա թրջում է, հեռանում է մեզանից, իսկ մանկությունը մի թրջում է, թելով կապված մեր սրտերից, թելը փոքվում է, նա թրջում է, հեռանում է մեզանից։
երանի ոտքերս տակ վաննայի մեջ լիներ հիմա։ Գնաց։ Հանգստացի գնաց։ Էդ ինչ անենք։ Ինչ պետք է անենք։ Փախեք, դավայ, գնացեք, հետ մինայք, փախեք ասում եմ։ Գնացել անգերներին հավաքի հետ կհաստատ։ Դու ինչ ես անում, ստե փախի։ Բարամը։ Գնա Վիկա։ Վիկա գնաց տեղ։ Չէ, ես չեմ գնալու, թող Արամին։ Վիկա, գնա ժամանակ չկա։ Ես առանց քեզ չեմ գնալու, վերքած, ես Վիկա, գնա արագացրու։ Թող չէ։ Վիկա, գնա։ Ես իրան ձեր հույսին չեմ թողելու։ Վիկա։ Վիկա, խոստանում եմ, ես քո հետևից գալու եմ։ Գնա Վիկա։ Խոստացի որ կբերես։ Հա, խոստանում եմ, գնա, շուտ արա։ Վիկա, վազի ժամանակ չկա։ Դաբա ոնց գտամ ես, հա? Հա? Վիկա Արյան հոտի վրա են եկել։ Դավայ, վերցրա, արի։ Արագ վերցրա։ Ինչի՞ չհարցակվեց ես։ Չի հարցակվել գնացել է անգերներին բերի, արի։ Արա, արի վերցրա։ Դու չենք կարա։ Հա? Ձև չկա, հազիվ մենք փրկվենք։ Արա, ասում եմ գնա պատգարակը բռնի, շուտ արա։ Դավայ։ Դավայ արագացրու։ Դավայ։ Ման 2 րոպե հանգստանանք շարունակենք։ Չեմ կարում։ Ման։ Մանո։ Մանո։ Մի րոպե սպասի։ Ինչ ես ա։ Սպասի։ Պետք է մահնոյից հասնենք, շուտ։ Չեմ կարում, չես հասկանում։ Տղերք, եկեք ես ռուսերին հետ մի ձև առաջ գնանք, հա։ Վերցրա արա, շուտ արա։ Արագացրա։ Մի վարկյան։ Գնաց։ Բարձացի։ Կար չեն կարա սպասենք, հասկանում ես պետք է եթանք։ Դավայ, կաղլեն, չեն կարա սպասենք, բեկար։ Հետո չենք կարա տանենք սենց։ Շուտ արա, վերցրա գնանք։ Փախի, հետո փրկի կյանքը։ Ուր ես գնում։ Կարել։ Դավայ։ Կարել, ամեն ինչ էր կարել։ Ուզում ա գա։ Նրանց տիրոջ մերն են դե։ Կելը, փրկվելու ենք հաստատնենք, լսում ես։ Հետո գնա։ Լսում փրկվելու ենք։ Հետո գնա։ Ապրես հետո, բայց գնա կյանքդ փրկի։
Գնա հետո։ Գնա։ Ինչև աղբյուրը հասնել ես ջուրը կհերիքի։ Մոտիկա։ Դե կախված նրանից հետքերը որ կողմ կտանեն։ Իսկ եթե հետքեր չլինեն։ Եթե անտառում եղել են հնարավոր չի հետք թողած չլինեն։ Խոզը, արջը, թռչունները կարան անտառում հետք չթողնեն, բայց մարդը բնության մեջ բացառվում է։ Ես զգում եմ, որ ստեղ են երեխեք։ Զգում եմ, որ մոտիկ են։ Նորից չսկսես, էլի։ Սիրտս վկայում է հայրական բնազդով զգում եմ։ Այս անտառը անխնա սպանել գիտի։ Սխալվեցին կմեռնենք։ Քիչ շատ չես բարդացնում։ Եթե բարդացնում եմ տղետ իր անգերների հետ, հեշտ ու հանգիստ ինչի միջև իմ այս անտառից դուրս չի եկել։ Չեմ ուզում վախացնեմ, բայց զգուշանալ պետք է, այս ամեն ինչը խաղ ու բար չի։ Լավ, գնանք ժամանակ չկորցնենք։